Bankın açacak mı? Ben sonra hoş kaçır çıkar. Ay yapar. Hadi kanka. Merhaba arkadaşlar, ներկայացուցիչներ, սիրելի հյուրեր, սիրելի գործընկերներ, մեր համար բնականաբար մեծ պատիվավոր այսօր մեր երկրի ղեկավարը հայցրել է մեր դեսի վայրիները։ Այդ կապակցությամբ ուզում ենք առաջ 3 րոպեանոց ձեզ ներկայացնել ինչի մասին խոսքը ոնց է սկսվեց։ Ես Սուրեն եմ Զորական եւ Նաև շնորհիվ ձեզ վարչապետ, հեղափոխությունից հետո ներդրումային ռեյտինգը մեր երկրի սկսեց բարձրանալ եւ դա ինձ հնարավորություն տվեց, ես մասնագիտական բանկեր եմ, ետրականներ բանկերում եմ աշխատել, իմ հաճախորդների աշխատել նաև այն ուղղությամբ, որ իրան գումարները ոչ միայն պահեն բանկերում, որտեղ տոկոսները մի քիչ ցածր էին, այլ նաև ներդրում անեն Հայաստանի տնտեսության մեջ։ Եվ ի շնորհիվ նրան, որ ներդրումային թեման սկսեց բարելավել, կարողացանք համոզել հեղինակավոր կարողացանք համոզել հեղինակավոր CG ֆոնդ ներկայացուցիչների, որպեսզի գյուղատնտեսության մեջ ներդրում անեն, ֆոնդը միջազգային լիցենզիա ունեցող ֆոնդ է, որտեղ ներդրողները հիմնականում Շվեյցարիայի, Իտալիայի, Ղազախստանի, Էմիրությունների եւ այլ եվրոպական երկրի ներկայացուցիչներն են։ Գումարը, որ եղավ, ամենամեծ բարդարավերն էր գտնեինք համապատասխան հող, որովհետև շատ դժվար է մի կտորով գտնել այն քանակի հեկտար, որտեղ որ կարող է այս բիզնեսը ունենալ տնտեսական արդյունք եւ իմաստ հեկտարի եւ այո, վերջը կարողացանք երկու գյուղերի արտամետ եւ տարվորի գյուղերի արանքը գտանք մի քանի մոտ 23 տարբեր կտոր եւ ընդհանուր 320 հեկտարով սկսեցինք այս գործը։ Հիմա քանի մենք վերոնցով ենք, ասենք, որ իրականում Արարատյան դաշտավայրի հողը այդքան էլ լավ չէ, այսինքն պոլիֆետը որպես ծառ չի դառնել, հաստատ։ 2 տարի տարջրեցինք, երևի մի քանի 100,000 տոննա մեքենա, հող, քար, ժայռ, աղ հանեցինք, մաքրեցինք, որ հողը մի քիչ մոտենա այն ստանդարտների, որտեղ կարող ենք ընկույզը նորմալ աճի եւ բերք տա։ 2 տարվա աշխատանք խնդրեմ այդքան։ Անելուց հետո նոր կարողացանք, սա 5 հեկտարներն է, ինչ էր եղել, ինչ ունեինք և սկսեցինք աշխատանքները տանել ուղիղ 2 տարի։ Բողոքի մասին խոսք չկար։ Սարքեցինք մոտ 3000 քառակուսի օֆիսային տարածք, ես ստացանք մոտավորապես այս պատկերները 100,000 կուբոմետր ջուր, 4 հեկտարի վրա, միջազգային ստանդարտներին համապատասխան պոմպակայան և արևային կայան բնականաբար և բավականին մոտ $1 միլիոն տեխնիկա։ Իհարկե ունենք 4 հեկտար այգիներ Իրանի, որոնց որ ձեռներս չգնաց կտրենք և պահենք ճիշտ ասած ինքը տնտեսության առումով այդքան հետաքրքիր չի, բայց հիմա սա ինչ որ ունենք։ Տեսեք տարբերություն, ինչ կար, ինչ ունենք, ինչ ստացանք։ Ընդհանուր առումով 90,000 ծառ։ 200 հոգուց մարդ աշխատել, այգիները տնկելու, որովհետև սա մեր թիմն է, ունենք 40-ից ավել աշխատող, ներկա պահի։ Հիմա նաև մտքեր ունենք սարքենք ֆերմա և օրգանական ուտելիք ապակարենք ոչ այդքան բիզնես, ինչքան ավելի շատ ամբողջական պատկերներ ունենալու համար։ Խնդրեմ շարունակի։
Չգնա։ Պատկերը փոխում։ Ну, միա։ Կարևոր տեղեկություն, ո՞մ արժեշտի ծառը 80,000 լիտր թթվածին է տալիս տարեկան։ 90,000 ծառ, որ Հայաստանում տնկվի, մենք ունենալու ենք 7,2 միլիարդ լիտր կամ 12 միլիոն կիլո թթվածին։ Բացի դրանից միջազգային ուրեմն պրակտիկայում նոր երևույթ կա, որը ասում է դրանը, եթե ոչ մի բան չկա դուք ծառ եք ընկում, դուք կարող եք դիմել այսպես կոչված carbon credit, այսինքն կանաչ կրեդիտ վերցնելու եւ վաճառեք բորսայում, օրինակ Boeing-ի, Airbus-ին, ովքեր որ թռնում են, փչացնում են այդ օդը եւ իրանք գնում են ձեզանից։ Այդ նախագծով ենք մենք զբաղվում, մեր ընկերներից սենսորներն զբաղվում, որ բայց իրանք ասում են քիչ է 300 հեկտար Հայաստանյան բան, այլ դուք բերեք շատ նմանատիպ օրինակներ եւ մենք կտանք Հայաստանին այդ կվոտան։ Այսինքն ինչքան այգի տնկվի, ամեն հեկտարի համար մոտավորապես 250 եվրո գումար ենք ստանում Boeing-ից, Airbus-ից, չգիտեմ ուսուցումների, որ աշխարհի օդը բարելավում ենք։ Ես կարծում եմ դա մի բան է, որը մասին կարելի է մտածել ու կպնենք բոլորս անենք, որովհետեւ դա ուղղակի գումար է գալու երկիր, նորի համար, բայց խոսողը այգու համար չեն կապել։ Շարունակենք։ Գնում է առաջ, հա։ Այստեղ կանգնի։ Հիմա մի հատ հանելու կարծում։ Կամ բորսային շրջանառության գյուղակուլտուրաներ։ Ցավոք սրտի, օրինակ մեր Իրանը չկա, դեղցը չկա։ Բաբա, դες հարցն է։ Նարինջը կա։ Առաջինը որն է։ Հացահատիկը։ Նարինջն էլ չկա։ Նարինջն էլ կա, հացահատիկն էլ կա։ Առաջինը հացահատիկն է։ Դե բայց պոպոկն է պետք է լինի։ Միանշանակ, երրորդ տեղում Պոպոկ, նուշ, այո, չամիչ, սուրճ, կակաո, աշխարհում ենք։ Երրորդը յուղատու կուլտուրաները եւ պատվավոր չորրորդները մենք ունենք բերեն, որի մեջ են բույս, նուշ, պիսակ, պնդուկ եւ այլ բաներ։ Այսինքն տարբերությունը նա է, որ ինչքան արտադրես կվաճառվի, որտեղ բորսան գալիս առնում է ձեզանից, էլի։ Այո։ Ցավոք սրտի Իրանը դերևս չկա, որովհետեւ ճշտանալու խնդիր ունի։ իսկ չիրը։ Դե չիրը արտանցյալ է, խոսքը գնում է առաջին դեր արտադրության մասին է։ Հա, այս նրա մասին ենք խոսում, դեռ մի րոպե կային ենք ընդունում։ Ես ծնվեց հայկական բրենդ Նաց ակադեմիա, այսինքն Նաց դա Պոպոկ ակադեմիա, որը մենք ապագայում մեր մտածում ենք այս երեք ուղղությունը զարգացնել, բանվարշապել, որովհետև ուղղակի ըրկույզից կա երեք տարբեր ածանցյալ, խորական եւ սննդային, ինչպես տեսնում եք, յուղ, ձեթ, շոկոլադներ, տարբեր կաթեր, արդյունաբերական եւ գյուղատնտեսական, այսինքն ներ կարա լինի, բժշկական հավեր, ընդհանուր առումով 30 ածանցյալ, ուղղակի որ ձեզ չծանրաբեռնեմ, սա նկարները չեն շարել։ Շատ լավ։ Բնականաբար դժվար է դա ստանալը, հավատան գործարան է պետք, բայց մենք արդեն մտածում ենք այդ ուղղությամբ, որ հաջորդ քայլով, որովհետև մի պոպոկը մաքրած կիլոն $3 է, բայց իր ածանցյալը վաճառելու դեպքում գինը 10 տատիկ աճում է։ Վերջացնելով ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ձեզ մեծ պատվիրների համար, հուսանք, որ այս ամենով մենք նպաստենք Հայաստանի Հանրապետության տնտեսությանը, նաև շնորհակալություն հայտնել էկոնոմիկայի նախարարությանը, կենտրոնական բանկին, որովհետև այս ֆոնդը որ կա, գրանցված է կենտրոնական բանկով եւ նա որպես ինստիտուցիոնալ միջոց ավելի հետաքրքիր է ներդնողների համար, քան ուղղակի ՍՊ-ի մեջ ներդնում է։ Իսկ ճիշտ հասկացա, այսինքն գաճաճ չեն լինելու ծառերը, բարձր ծառեր են լինելու, հա։ Բայց դժվար չի իրանց բերքահավաք եւ այլ։ Շատ լավ։ Շատ լավ, շնորհավորում ենք, շնորհակալ ենք։ Շատ լավ, արագ, ինչքան կարող ենք, որտեղ ժամանակի խնդիր ունենք։ Շատ լավ է, շատ ուրախ եմ, սենց նախագծեր շատ են պետք մեզ։ Ստացեցի մի քիչ ռեսկային է, յուղատնտեսությունը, բայց արդարը ու դավացում
երկարաժամկետ բարակայում ինքը Առաջի բերքը երբ եք սպասում։ իրականում այս տարին է ունենալու, բայց բան ուտելու բան է, էլի, այսինքն Ոնց է։ Այս տարի տնկեք, այս տարի։ տարվա տնկացը, Հա, անցած տարի տնկեք։ այստեղ նայեք, մեր աշխատողները 30 հոգի ամեն օր անվճար վերագրում են, ոչ իրան մոտիվացիա ունեն։ Հա, շատ լավ է, նորմալ։ Լավ աթոռներ են։ Սա այն ավանդական ծառայից չի։ Չէ, ես չէ, ապրել էլի ուղղակի։ Ես գիտեմ, որ Տնկիները որտեղից եք բերել։ Հա։ որտեղ 5 անգամ էջանել Եվրոպայից, բայ չանենք։ Հա, չէ, իհարկե ոչ մի խնդիր։ Մարդիկ նորմալ վաճառեցին, վերեցին կաստրել։ Ահա։ Շատ լավ։ Էս է գրասենյակային տարածքն է։ Տարածքն է, ոչ մի բան չկա։ Մարդիկ աշխատում են ստեղ, Շատ լավ է, շատ հաճելի գրասենյակ է։ ստեղ հանդիպումների բանն է։ Աթիլային է, ոնց փորձա բաշխված դատումն է։ Ողներ են կանում։ Շատ լավ։ Բա այսնային տարածք ունենք, նույնիսկ այն Իրաններից, որը ճանում են ով են քաշում, չվաճառելու Հա, իհարկե։ Նաև ուզում եմ ասել, որ սա մարդակարգ է։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ։ Սա կելիք